Հիմա հարցնեք ամենածանր հանցագործությունը որն է երկրի համար, պետության համար։ Հիմա ես որ ձեզ ասեմ, կարող է իմ համար կոռուպցիան է, կոռուպցիոն հանցագործությունը ամենավատ հանցագործությունն է։ Անգամ մարդասպանը այդքան վտանգավոր հանցագործություն չի, ինչքան կոռուպցիան, որովհետև մարդասպանությունը եղավ իհարկե ցավալի է, մարդու կյանքի կորուստ է, բայց դա պետության հիմքերին որևէ ձև չի խփում, իսկ կոռուպցիան պետության հիմքերը քանդողն է։ Հենց կոռուպցիա եղավ պետությունը քանդվում է։ Ամենավատ հանցագործության տեսակն է կոռուպցիան։ Ես ձեզ խոսք եմ տալիս, հավատացեք, 1 տարվա ընթացքում կոռուպցիա մեր երկրում չի լինի, եթե մենք գանք իշխանության։ Բացատրեմ պարզ օրինակներով։ Օրինակ, հարկային օրենսգիրքը այնքան բարդ է գրած, որ ոնց որ հատուկ մարդուն դրթեն, որ ինքը գնա կոռուպցիոն համաձայնության գա հարկային տեսուչի հետ։ Հիմա եթե դու ունես տեղ խանութ, այդ խանութին ասում եմ, մի հատ պետքա ունենաս բանի գիրք, այս ապրանքը որ ընդունիր, մի հատ պահեստի գիրք, ՀԴՄ, այդ ցավը տանը, այսքան բան եք ասում, ասա հաստատագրված հարկ է, այսքան վճարում ես, այսքանը գնա աշխատի քո համար, քեզ ով է բան ասում։ Այդ դեպքում եթե տենց եղավ, այդ ոլորտը էլ իմաստ չկա կոռուպցիայի, իմաստ չկա։ Նույնը վերաբերվում է, չգիտեմ, օրինակ բժշկությանը։ Հիմա գնում են փող են տալի 2 կոպեկ, որ պետպատվերը անեն։ Եթե պետպատվերը հանում ես, պետպատվերի տեղը լինում է ապահովագրություն եւ բոլորը ապահովագրված են։ Հիվանդանոցներն են քեզ խնդրելու, որ դու գնաս իրանց մոտ քո բուժումը ստանաս, որ այդ փողը իրանք աշխատեն։ Ոչ թե պետպատվերը տալու են հիվանդանոցին, դու գնաս, ասես խնդրում եմ էլի հիվանդ եմ կլինի, ես 10,000 դրամը դնեմ ջեբդ, ինձ մենակ պետպատվեր տուր, որտեվ ես խնդրեմ ունեմ։ Չէ, պետքա օրենքները փոխել։ Կոռուպցիայի դեմ պայքարը մենակ բռնելով չի։ Բռնելով կոռուպցիայի դեմ չես կարա պայքարես։ Բռնելը, այո, դա կոռուպցիայի պայքարի մի այդ մեծ ծրագրի մի հատված է, բայց փոքր հատված է։ Դու քո օրենսդրական դաշտը պետքա փոխես, օրենքներդ պետքա փոխես, պարզեցնես, որ կոռուպցիոն ռիսկերը հնարավորինս նվազեցնես։ Ուրիշ տարբերակ չկա կոռուպցիայի դեմ պայքարի։ Ապարզ օրենքներ, հասկանալի օրենքներ։